Երեխան չի հաճախում համայնքային մանկապարտեզ, քանի որ ծանրաբեռնված է եղել հերթերի պատճառով, այսինքն դա ոչ թե ընտրություն է, այլ հարկադրված դրություն։ 14,000-ից 9,000-ը վստահաբար սեպտեմբերին գնալու է մանկապարտեզ։ Վերանորոգումից հետո միջինում մոտ 2 խմբով ավելի հզորությամբ են բացվում մանկապարտեզները։ Հնարավոր է առաջիկա 5 տարիներին հասնել 95% ընդգրկվածության։ Երևան համայնքի համար դա իրատեսական է։ Դժվարությամբ, բայց գտնվում են որակավորման պահանջներին բավարարող մասնագետներ, բայց իհարկե անհանգստացնում է մի փոքր ապագայում։ Մեզ անշուշտ հետաքրքիր է, թե ինչ լավ ծրագրեր են իրականանում մասնավոր մանկապարտեզներում, ընդ որում ոչ միայն Հայաստանում։ Ողջույն, այսօր զրուցելու ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի հետ։ Ողջույն Տիկին Խաչատրյան, շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար։ Բարև ձեզ։ Խոսելու ենք նախադպրոցական կրթության մասին։ Նախադպրոցական կրթության իրավունքի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2023 թվականի ուսումնասիրության համաձայն անվճար կամ պարտադիր նախադպրոցական կրթություն ունեցող երկրներն ունեն վաղ մանկության բարեկեցության բարձր ցուցանիշ։ Հայաստանում ճիշտ է, պարտադիր չէ, բայց համայնքային նախակրթարաններն անվճար են։ Ինչպես կգնահատեք նախադպրոցական կրթության հասանելիությունը Երևանում։ Այո, Երևան համայնքում, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թվով 162 նախադպրոցական ուսումնական հաստատություններում, մսուր մանկապարտեզներում, այն թեև պարտադիր չէ, բայց այո, անվճար է եւ հասանելի է համայնքային ուսումնական հաստատություններ նախընտրողների շուրջ 74%-ի համար։ Այս պահի թվերով եմ ասում, բնականաբար կան ծնողներ, ովքեր չեն նախընտրում են նախադպրոցական կրթության այլ տիպի ծառայություններ կամ առհասարակ ցանկություն չեն ունենում մանկապարտեզ տանելու երեխաներին, ուստի հերթագրված չեն, ավելին կան առանձին դեպքեր, որոնք հերթագրումների ցուցանիշներում մենք տեսնում ենք, բայց երբ հերթը հասնում է կամ երբ կհասնի հերթը, ենթադրյալ կհրաժարվեն մանկապարտեզ հաճախելուց, բայց ընդհանուր առմամբ համակարգում, մեր համակարգում գրանցված եւ հաճախող երեխաների հարաբերակցությունը այդպիսին է։ Նորից կրկնեմ, ովքեր ցանկանում են իսկ ցանկությունը չափում ենք հերթագրումներով եւ ովքեր հաճախում են ցանկացողների եւ հաճախողների ցանկացողների նկատմամբ կարծում են 74%-ը իսկ ավագ տարիքային խմբում, այսինքն դպրոցից առաջ գոնե 1 տարի նախադպրոցական կրթության ծառայությունից օգտվողների թիվը դարձյալ ցանկություն ունենալու պարագայում իհարկե դրանք բոլոր երեխաները չեն Երևան քաղաքում շուրջ 100% է։ Տիկին Խաչատրյան, մենք էլ հիմնվելով Երևանի մանկապարտեզների հերթագրման կայքի վրա դուրս ենք բերել տվյալներ, ըստ որի այս պահին կրթություն է ստանում ավելի քան 27000 երեխա, մինչդեռ հերթում սպասում են ավելի քան 14000 երեխա։ Ստացվում է մոտավորապես կեսի չափով երեխաները հերթագրված են, բայց չեն հաճախում մանկապարտեզ։ Դուք թվերը իհարկե հնարավորինս մոտ եք դուրս բերել, 27455 երեխա այս պահին հաճախում է, 14000-ից ավելին հերթերում են, բայց պիտի հաշվի առնենք մի նրբություն, որ ավարտում են, այսինքն հերթերում սպասողների որոշակի թիվ իհարկե պիտի լինի բնականon, որպեսզի ցիկլը ապահովի, այսինքն ավարտողների փոխարեն պիտի նույնքան սպասողներ լինեն, որ ավարտողների փոխարեն հաճախեն։ Մինչև իհարկե կհասնենք բոլորիս շատ մեծ նպատակին, որ նաև մսուրային ծառայությունը կունենանք, այսինքն 2 տարեկանից սկսած բոլոր ցանկացողների համար կկարողանանք ծառայությունը կազմակերպել։ Պիտի հաշվի առնենք, որ այս տարի ավագ տարիքային խումբ հաճախում են, այսինքն 2019 թվականի ծնված երեխաների շուրջ 9000-ը, այսինքն 14000-ից 9000-ը վստահաբար սեպտեմբերին գնալու է մանկապարտեզ։ Նաև մի շատ կարևոր հանգամանք պիտի հաշվի առնենք, որ այս պահին վերանորոգվում տարբեր փուլերում են գտնվում թվով 10 մանկապարտեզներ, այսինքն բնականաբար դրանք վերաբացվելուց հետո եւս կապահովեն ավելի մեծ թվով երեխաներին հասանելիություն այդ ծառայությանը։ Վերանորոգման մասին դեռ կանդրադառնանք, ես ուզում եի նշել, որ Հայաստանի Հանրապետության վիճակագրության կոմիտեի տվյալներով 2024 թվականի սեպտեմբերի դրությամբ առնվազն 56000 երեխա գտնվել է 2-ից 6 տարիքային շեմում։
Այսինքն նույնիսկ հերթում գտնվող առաջին երեխան չի կարողանա դիմել մանկապարտեզ, որովհետև քանակը գերազանցում է 56000 երեխաների 27000-ն է տարողունակությունը թույլատրում։ Երևանում նկատի ունեք։ Այդպիսի տվյալներ այս պահին նույնքան հավաստիորեն ես չեմ կարող մտնել, որովհետև նորից եմ ասում, մեր ունեցած տվյալները հերթագրման համակարգում ներառվածներն են։ Ես իմ հիմնավորումը բերելով հաշվարկս իրականացրել էի հաճախողների եւ հերթում սպասողների գումարային թվից։ Ինչը եւս կարող եք իհարկե ստուգել նորից։ Նաև պետք է հաշվի առնենք, որ այդ 56000-ի մեջ ներառված չեն այն երեխաները, ովքեր փաստացի Երևանում են բնակվում, բայց Երևանում չեն ծնվել, այսինքն մեր տվյալներով միայն ծնվածների թիվն է ներառում, բայց թե Արցախից տեղահանված, թե այլ մարզերից Երևան ներհոսքը այդ թիվը կարող է ավելի բարձրին հասցնել։ Եթե թույլ կտաք մի դիտարկում, նույն կերպ մենք կարող ենք իհարկե ենթադրությունների մակարդակով, որ մարզերից գալիս են Երևանում ծննդաբերում են եւ որևէ հիմնավորում չունենք, որ անպայման բոլորը Երևանի բնակիչներ են։ Իհարկե Երևանային համայնքն է, որտեղ ներհոսքը եւ արտահոսքը թվերով արտահայտված ամենաշատն է։ Ուստի նորից եմ ասում, առավել շոշափելի թվեր են, դրանք մեր համակարգում ներառված թվերը։ Խնդրում եմ ներկայացրեք քաղաքապետարանի կողմից պլանավորվող ծրագրերը այդ ձեր ասած ցանկալի արդյունքին հասնելու համար, բացի վերանորոգվող մանկապարտեզներից, միգուցե գնահատում է արվել եւ նոր կառուցվող մանկապարտեզների մասին ծրագրեր կան, ներկայացնեք այդ։ Իհարկե կան, երբ ասում ենք, եթե ասենք, որ բացի վերանորոգվողներից, դա կնշանակի, որ այդ առանձնապես հարց չի լուծելու կամ մեծ ծավալ չի, բայց ուզում եմ թվերով նորից խոսել, որ 10 մանկապարտեզ այս պահին է հիմնանորոգման, վերանորոգման տարբեր փուլերում, ընդ որում դուք գիտեք, որ ամեն վերաբացվելուց, յուրաքանչյուր մանկապարտեզ վերաբացվելուց հետո հնարավորության պայմաններում առավել հզորությամբ է բացվում, այսինքն եթե ինչ-ինչ պատճառներով տարիներ շարունակ չօգտագործվող տարածքներ ուներ մանկապարտեզը եւ հասկանալի վատ պայմանների պատճառով չէր կարողանում շահագործվել ամբողջ հզորությամբ, ապա վերանորոգումից հետո միջինում մոտ 2 խմբով ավելի հզորությամբ են բացվում մանկապարտեզները եւ այո, դուք ճիշտ նշեցիք, որ նաեւ նոր կառուցվող մանկապարտեզների նախագծեր կան, պլաններում կան, ցավոք ես չեմ կարող լիազորություններից դուրս շատ ստույգ ինֆորմացիա տալ, որովհետև այդ ճշգրտությամբ չեմ տիրապետում, բայց ունենք մանկապարտեզ Արաբկիր համայնքում համար 24-ը, որը գծակառույցով նաև հզորությամբ է մեծանալու վերակառուցվողների մեջ է, Նոր Խարբերդում, Ծարավաղբյուր փողոցում, Ավան թաղամասում։ Վերանորոգվող մանկապարտեզները, ինչպես նշեցիք, 10 են եւ դրանց բացումից հետո այդ հերթում սպասողների թիվը կարող է նվազել, քանի որ արդեն կբաշխվեն այդ մանկապարտեզներում։ Իսկ մինչև վերանորոգման փուլը սկսելը, ինչպես է հաշվարկվում արդեն այդ պահին հաճախող այդ մանկապարտեզները այցելող երեխաների բաշխվածությունը։ Շատ ճիշտ հարց եք տալիս ու պլանավորման տեսանկյունից, եթե թվում է 1 մանկապարտեզ կամ 2 մանկապարտեզ փոքր թվերի հետ գործ ունենք կամ փակեցինք, բացեցինք, բայց այդ ընթացքում հարյուրավոր երեխաների, իսկ 10-ի պարագայում 1000 եւ ավելի 2000 եւ ավելի երեխաների մասին է խոսքը, յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք է տարվում, բնականաբար մինչեւ չենք ունենում որևէ իրավական ակտ, այսինքն որոշում փակվելու մասին կամ կայացած մրցույթ, բնականաբար մենք թույլ ենք տալիս, այսպես ասած, ընդունելություն։ Երբ ունենում ենք արդեն որոշում, որ պիտի գործունեությունը դադարեցվի, վերաբաշխում ենք իրականացնում տարբեր մանկապարտեզներում, այսինքն որևէ հաճախող առանձին դեպքերում եզակի են դեպքերը, երբ հաճախող երեխաները ստիպված են լինում դուրս մնալ նախադպրոցական կրթությունից ժամանակավորապես, մինչև որևէ տեղում
ծնողը կհամաձայնի տեղափոխել երեխային, բայց բոլորին որևէ առաջարկ անպայման արվում է։ Հայաստանի Հանրապետության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում նախադպրոցական կրթության շուրջ ընդհանուր ակնկալվող արդյունքը ձևակերպված է այսպես. 3-ից 5 տարեկանների առնվազն 95%-ն ընդգրկված է նախադպրոցական ծառայություններում։ 2023 թվականի տվյալներով ընդգրկվածությունը հանրապետությունում 36% է, մայրաքաղաքում 46%։ Ինչ եք կարծում, հաշվի առնելով պլանավորվող ծրագրերը, հնարավոր է առաջիկա 5 տարիներին մինչև 2030 թվական հասնել 95% ընդգրկվածության։ Հաշվի առնելով, որ դա վերաբերում է ամբողջ հանրապետությանը ու դեռ 5 տարի ունենք այդ նշանակետին հասնելու ու իմ լիազորությունները ամեն դեպքում թույլ չեն տալիս այդ ենթադրությունը, եզրակացությունը կամ կանխատեսումը անել, բայց ես կարող եմ ասել Երևան համայնքի մասին, որ Երևան համայնքի համար դա իրատեսական է։ Հաշվի առնելով, որ նաև շուտով ավելի շուտ ծրագիրը կա, արդեն պրակտիկ աշխատանքները կմեկնարկեն եւս 32 մանկապարտեզ է հիմնանորոգվելու Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ ծրագրի շրջանակում, այսինքն ակնկալիքները շատ մեծ են։ Թվերով չեմ կարող ասել, ինչպես ասացի, նախագծեր չկան, որպեսզի հաշվարկ ներկայացնեմ կամ հաշվարկ ունենամ, թե որը քանի խմբով է փակվում եւ քանի խմբով է բացվելու եւ էֆեկտը հաշվել, բայց վստահաբար այս պահի գործող այդ 32 մանկապարտեզների մասով այս պահի հզորությունները բնականաբար ավելանալու են։ Ինչ գնահատման հիման վրա եւ ինչ նախադրյալների արկայությամբ եք որոշում, թե որ վարչական շրջանում նոր մանկապարտեզ կառուցել։ Հասկանալի է, որ վերլուծությունը արվում է առկա ուսումնական հաստատությունների, հարակից տարածքում կառուցապատման, արդեն բնակություն ունեցող բնակչության խիտ թվից եւ հարակից մանկապարտեզներում, ինչպես ասացի, պահանջարկից։ Այս տարի 2025 թվականին նախատեսվում է Նուբարաշեն վարչական շրջանում մանկապարտեզ կառուցել եւ այո, ամենավատ վիճակում հենց այդ վարչական շրջանն էր գտնվում հերթերի տոկոսային հարաբերությամբ 95%-ի չափով եղած տեղերի 95%-ի չափով կարիք կար եւս ավելացնելու, բայց քանի որ դա փոքր վարչական շրջան է, միգուցե հենց մեկ մանկապարտեզը կարող է խնդիր լուծել, բայց ինչ վերաբերում է Էրեբունի կամ Շենգավիթ համայնքներին, այնտեղ տեղերը 87-78% ծանրաբեռնվածություն կա եւ այդ պատճառով մեկ մանկապարտեզին տեղեր ավելացնելը միգուցե հարցը չլուծի։ Կա մոտեցում, ինչպես կարելի է բարելավել, որ տվյալ վարչական շրջանում ապրող ծնողը երեխային չտեղափոխի մեկ այլ վարչական շրջան կամ չդիմի հարկադրված մասնավոր նախակրթարան։ Տեսեք, իհարկե թվերը խոսուն են, երբ առանձին մանկապարտեզի կամ առանձին վարչական շրջանների դեպքում կարելի է հետևություն անել, որ այդտեղ պահանջարկը շատ է, բայց հաշվի առնելով, որ ծնողներն ունեն ազատություն ընտրելու ուսումնական հաստատությունը, ընդ որում ոչ միայն Երևան համայնքից Երևանի բնակիչները, ամբողջ հանրապետությունից Երևանի ցանկացած մանկապարտեզ ծնողը կարող է ընտրել։ Ու այսինքն մեկ անգամյա այս ինֆորմացիան, հա, մի անգամ օգտվելով կամ մի անգամ վերցնելով ավաղ չի կարող մեզ հետևություններ անելու համար հիմք հանդիսանալ, եթե ասեմ, որ մոնիտորինգ ունենք վերջին օրինակ 5 տարիներին այդ մանկապարտեզ ընտրողների, այսինքն մենք ավանդաբար գիտենք այդ մանկապարտեզը ընտրողներ կան, շատ են, ընդ որում ոչ միայն խիտ բնակչության տեսանկյունից, մարդիկ կան, ովքեր ուղղակի նախընտրում են այդ մանկապարտեզը ունենալով կողքը գուցե ֆիզիկական պայմաններին են ավելի շատ ծնողները ուշադրություն դարձնում կամ սովոր են տարել են այդ մանկապարտեզ իրենց ավագ երեխաներին հիմա տան, այսինքն շատ չափելի, շատ հիմնավոր հետևություններ ավաղ չենք կարող անել, բայց իհարկե առաջին ցուցանիշները հենց դրանք են, ձեր մատնանշած ցուցանիշներն են։ Այսինքն այդ խնդիրը լուծելու համար
Առաջիկա ծրագրերը տեսեք այնքանով որքանով հնարավոր է նորից եմ ասում նույն Շենգավիթ վարչական շրջանում 5 մանկապարտեզ է հիմնանորոգվել վերջերս որոշները դեռ հիմնանորոգման ընթացքում են կվերաբացվեն քանի դեռ այս մեր մեծ պրոյեկտի ցիկլը չի ավարտվել ներառյալ նաև այդ 32 առաջիկայում սպասվող հիմնանորոգվող մանկապարտեզները հետևություններ անել չենք կարող որովհետև ձեր նախորդ հարցից էլ նաև հիշեցնեմ, որ առանձին տեղերում ունենք վերաբաշխումների հետևանքով խիտ պատկեր, բայց երբ այդ երեխաները գնան իրենց հիմնանորոգված մանկապարտեզները կամ այդտեղ արդեն չհերթագրվեն, որովհետև կողքինը կամ պայմանական կողքինը տարածքում մեկ այլ մանկապարտեզ վերաբացվելու այդ թվերը փոխվում են անընդհատ։ Նույն 2030 թվականի զարգացման պետական ծրագրում գլխավոր նպատակներից է նաև պատրաստել նախադպրոցական կրթության բովանդակության պահանջներին համապատասխան մասնագետներ, հաշվի առնելով նաև վերանորոգվող մանկապարտեզները, որտեղ նորից պետք է համալրել մասնագետներով, խնդրում եմ ներկայացրեք Երևանում բավարարում է մանկավարժական եւ վարչական աշխատակազմը։ Վարչական աշխատակազմը բավարարում է, մանկավարժական աշխատողների մասով կարող եմ ասել, որ արդեն անհանգստացնող է դժվարությամբ, բայց գտնվում են որակավորման պահանջներին բավարարող մասնագետներ, բայց իհարկե անհանգստացնում է մի փոքր ապագայում ունենք խնդիր այս բան հաշվի առնելով որ անցյալ տարի բոլոր մանկապարտեզների հաստիքացուցակներում անխտիր բոլորում ավելացել է հոգեբանի եւ լոգոպեդի հաստիկները եւ բոլոր մանկապարտեզները կարող են ունենալ այդ մասնագետները, բայց ցավոք մասնավորապես լոգոպեդների մասով անդադ չկայացող մրցույթներ ունենք շատ մանկապարտեզներում անշուշտ կադրային խնդիր կա, բայց Երևանում երևի թե դարձյալ մինիմալ է։ Այսինքն կարծում եք, որ դա չի պատճառը, որ որևէ մանկապարտեզ գործունեությունը վերսկսելուց։ Իհարկե, հա, ներեք, եթե հարցը ճիշտ եմ հասկանում, կադրերի պատճառով խումբ չվերաբացվելու դեպք չունենք իհարկե։ Հատկապես այս շարունակական հիմնանորոգումների ընթացքում մեկը փակվում է, մյուսը բացվում, առանձին դեպքերում համաձայնում են աշխատակիցները տեղափոխվել այդ փոխլրացման միջոցով իրականացնում ենք տարիներ անց նորից եմ ասում ապագայում իհարկե մտահոգիչ է հարցը աշխատավարձերի խնդիրն է թե ենթադրում եք մանկավարժական համալսարանից կադրերի պակասն է եւ գուցեև դե չեմ կարող թաքցնել որ ինչքան հաճելի աշխատանք է նույնքան բարդ է իհարկե աշխատավարձերի մասով անցյալ տարի դաստիարակների աշխատավարձերը բարձրացավ 31%-ով, մյուս մանկապարտեզի բոլոր աշխատակիցների աշխատավարձերը եւս բարձրացան 15%-ից ավելի, բայց կարծում եմ ավելի շատ բարդությունն է աշխատանքի եւ ընդհանրապես մենք գիտենք որ աշխատավարձը առաջին տեղում չէ որպես խթան Նաև առթ օգտագործելով կոչ եմ անում նրանց, ովքեր երիտասարդներին, հատկապես ովքեր դեռ չեն փորձել, այսինքն չեն կարող եզրահանգել այդ աշխատանքը սիրում են, թե չեն սիրում, կարողանում են, թե չեն կարողանում, ովքեր ունեն որակավորում, հետևեն մրցույթներին եւ ինչ ոչ այդ հնարավորությունից օգտվել։ Մենք հարցում ենք իրականացրել ծնողների շրջանում եւ հարցմանը մասնակցել են 216 ծնող Երևանաբնակ։ Նրանցից 43%-ը նշել է, որ երեխան չի հաճախում համայնքային մանկապարտեզ, քանի որ ծանրաբեռնված եղել հերթերի պատճառով, այսինքն դա ոչ թե ընտրություն է, այլ հարկադրված դրություն եւ դրա փոխարեն մասնավոր մանկապարտեզ են դիմել, որը, ինչպես գիտենք, վճարովի է։ Արդյոք սա մտահոգիչ է ձեր տեսանկյունից, որ անհավասար պայմաններ կարող են ստեղծվել երեխաների համար։ Նորից եմ ասում իհարկե որևէ մեկը չի կարող հերքել, որ բոլոր ցանկացողները չեն, որ կարողանում են օգտվել ծառայությունից, բայց ինչպես նշեցի, վստահեցնում եմ, որ բոլոր ցանկացողները գոնե թե 1 տարի մինչև դպրոց հաճախելը ավագ տարիքային խմբում ընդգրկվելու հնարավորություն ունենում են անպայմանորեն։ Ներողություն, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել խորությամբ, ինչ խորությամբ երևի թե ակնկալում եք, որտեղ ես չգիտեմ ընտրանքը ինչպես է կազմվել, եթե մասնավոր
մանկապարտեզ հաճախողներից եք հարցում արել Չէ, հարցումը ուղղակի չեմ պատկերացնում այդ 216 հոգին 40-50 հազար ծնողներից ինչպես են ընտրվել։ Հարցման մեջ նաև ներգրավված են համայնքային մանկապարտեզ հաճախող, այսինքն իրենք են ընտրել իրենց երեխան որն է հաճախում եւ հետո հարց կար ինչ պատճառով է հաճախում մասնավոր կամ համայնքային կամ ինչ որ կենտրոն կամ տանն է մնում, որն է պատճառը եւ կային տարբերակներ, որ ծանրաբեռնվածությունը, հերթերը, որ չեն սպասել նկատի ունեմ կներեք, եթե շահում եմ, հա, հարցազրույցի ընթացքում, դա միշտ հետաքրքիր է անդրանքը ոնց է ձևավորվել։ Հարցումը տարածել ենք սոցցանցերով եւ ազատ է եղել հարցման մասնակցությունը, այսինքն ծնողներն են լրացրել իրենց վարչական շրջանը, իրենց նախընտրությունը, իհարկե կային ծնողներ, կներեք իհարկե տարական գիտելիքներ ունենալով սոցիոլոգիայից, այդ խոսուն բանը թիվը չի ու եթե ել եմ ասում, ես վստահեցնում եմ, որ ցանկություն ունեցողների 74%-ը, որը կարող ենք ստուգել հավաստիությունը ունի հնարավորություն հաճախել ու հաճախում է, այդ 43% չհաճախողները մի քիչ գիտեք կարող է ահռելի մեծ աշխատանքի վրա մի քիչ ստվեր գցի։ Չէ, բոլորովին չենք հիմնվում դրա վրա, որովհետև բնականաբար հարցմանը 213 հոգի է, 16 ներողություն հոգի է մասնակցել ու դրանց թվում ես ուղղակի որպես օրինակ ներկայացնում եմ, որ կան այդպիսիք, եթե ձեր հարցին անդրադառնանք, անշուշտ կան այնպիսի կան ծնողներ, ովքեր կան երեխաներ, ովքեր չեն հասցնում հաճախել մանկապարտեզ դարձյալ կրկնում եմ, խոսքը չի վերաբերում վերջին տարիքային խմբին, ավագ տարիքային խմբին, իսկ առանձին դեպքերում այդ հնարավորությունից չեն ցանկանում օգտվել ծնողները, երբ հերթը հասնում է հրաժարվում են, որովհետև արդեն հաճախում են մասնավոր մանկապարտեզ ու ծնողները նպատակահարմար չեն գտնում 1 տարվա համար երեխային իրենց սովոր միջավայրից կտրելու, ինչը եւս հասկանալի է։ Իհարկե կային ծնողներ, որ իրենց նախընտրությամբ են տանում մասնավոր մանկապարտեզ, հաշվի առնելով ծրագրերը կամ իրենց հարմարավետությունը, բոլորովին չեն կարող պնդել, որ բոլոր նրանք, ովքեր գնում են մանկապարտեզ, մասնավոր մանկապարտեզ, ուրեմն համայնքային մանկապարտեզում չեն դիմել։ Կան իհարկե դեպքեր, որ ասում են մենք նախընտրում ենք այդ տարբերակը։ Ամենատարբեր դեպքերը կան, բայց մեզ որպես համայնք, որպես կազմակերպողներ այդ գործընթացի իհարկե յուրաքանչյուրն է հետաքրքիր եւ այդ վերլուծությունները եւս։ Իսկ մասնավոր մանկապարտեզների գործունեությունը իհարկե գիտեմ, որ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարությունը վերահսկում է եւ լիցենզավորման ընթացակարգ կա, բայց որքանով է ձեզ համար ծրագրային տարբերությունը, այսինքն այն երեխան, ով հաճախում է մասնավոր մանկապարտեզ եւ այն երեխան, որ հաճախում է համայնքային մանկապարտեզ, արդյոք նույն պատրաստվածությամբ է հետո դպրոց հաճախում։ Կա որևէ համեմատություն։ Տեսեք, դա չափող եւս մենք չենք ու բնականաբար նման աշխատանք չենք իրականացրել, ուղղակի ծավալների տեսանկյունից անհամեմատելի են։ Մեզ անշուշտ հետաքրքիր է թե ինչ լավ ծրագրեր են իրականանում մասնավոր մանկապարտեզներում, ընդ որում ոչ միայն Հայաստանում, առանձին դեպքերում մենք հիանում ենք այդ ծրագրերով կամ այդ նախաձեռնություններով, դարձյալ մասշտաբների պատճառով չեն կարողանում տեղայնացնել, բայց ասել, որ մեզ հետաքրքիր չի կամ մենք չենք առանձին բաներով չասեմ, նմանվում փոխառում, հա, հետաքրքիր մտքեր, ավելին ասեմ, մենք համագործակցում ենք մասնավոր մանկապարտեզների ասոցիացիայի հետ եւ իհարկե որոշ բաներ հետաքրքիր գաղափարներ տեսել ենք, կլինի դա գույքի մասով, կլինի ծրագրի մասով, իհարկե փորձում ենք նաեւ ներդնել մեզ մոտ, բայց նորից եմ ասում, ամեն լավ բան չէ, ցավոք սրտի, որ կարող ենք տեղայնացնել թվերի, ծավալների եւ հենց համայնքային լինելու սպეციფიკայով պայմանավորված։ Բայց ընդհանուր առմամբ ծրագրերը իհարկե ու հենց լիցենզավորման գործընթացը ենթադրում է, որ ծրագրերը պիտի լինեն նույնը։ Խոսքը կրթական ծրագրերի մասին է, գիտեք, երևի չափորոշիչը փորձարկման շրջանում է, Երևանի ենթակայությամբ նախորդ տարի 15 մանկապարտեզներում է փորձարկվել, այս տարի գումարվել են եւս 60-ը, մյուս տարի ամբողջությամբ ներդրվելու է նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշիչը ու դա եթե չեմ սխալվում, նաև պարտադիր է մասնավոր մանկապարտեզների համար։ Ու լիցենզավորման գործընթացը դա եւս ենթադրում է։
Տիկին Խաչատրյան, իսկ որքանով են նոր կառուցվող կամ վերակառուցվող մանկապարտեզները հարմարեցվում զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։ Անշուշտ հարմարեցվում են, իհարկե խոսքը տարական հարմարեցումների մասին է դա անպայմանորեն, եւ նաեւ նյութերի տեսանկյունից, մասնագիտական պատրաստվածության տեսանկյունից եւս մեծ ուշադրության ներքո է այդ հարցը, որ յուրաքանչյուր երեխային իր կարիքներին համապատասխան նախադպրոցական կրթությունը կարողանան կազմակերպել։ Քանի որ նշեցիք, օրինակ լոգոպեդների դեպքում կադրային պակաս կա, տվյալ պարագայում ինչ է առաջարկվում ծնողին երեխային սպասել, թե տանել այլ մանկապարտեզ։ Տվյալ պարագայում ամեն դեպքում դա շատ ընդհանուր ասած ծնողի մտահոգության խնդիրը չի այն առումով, որ միևնույնն է երեխայի հետ աշխատանք պիտի տարվի, այս դեպքում աշխատանքը տարվում է տարածքային մանկավարժական աջակցության կենտրոնների կողմից, թվով 4-ն են Երևանում, մանկապարտեզները եւ դպրոցները գծված են համապատասխանաբար եւ համապատասխան մասնագետները իհարկե աշխատում են։ Ձեր տեսանկյունից որքանով է անհրաժեշտ նախադպրոցական տարիքում գտնվող երեխային հենց հանրակրթարանում անցկացնել այդ տարիքը եւ ոչ օրինակ տանը կամ դայակի հետ ձեր գնահատմամբ դա բացի սոցիալականացումից ինչ այլ գործոնների համար է արվում։ Անշուշտ շատ կարևոր է դարձյալ այն ծնողներ, ովքեր երբ մտում են տանը պահել երեխային, թե տանել մանկապարտեզ, իհարկե նախապատվությունը պետք է տալ երեխաներին, իրենց հասակակիցների, իրենց հարմար, իրենց համար լավ մտածված, լավ կազմակերպվող պայմաններում միջավայրում այդ տարիները անցկացնել, որտեղ նախադպրոցական կրթությունը բացի կրթական գործընթացից, նաև դաստիարակչական գործընթաց է ենթադրում, խնամքի գործընթաց է ենթադրում եւ ձեր նշած սոցիալականացման շատ կարեւոր հարցը առավելագույնս լավ իհարկե իրականանում է հենց երեխայի համար նախատեսված իր տարեկիցների միջավայրում։ Կարելի իմանալ ձեր երեխաները ինչ սկզբունքով եք որոշել, որ մանկապարտեզ հաճախեն, արդյոք համայնքային մանկապարտեզ են հաճախել։ Հա, իհարկե, իմ 3 երեխաներն էլ հաճախել են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություն, որը ընտրվել է բնակտանը ամենամոտ գտնվելու վայրով պայմանավորված։ Իսկ դուք արդեն ծնողի տեսանկյունից ինչ որ բացեր նկատել եք։ Ես տարբեր հարցազրույցներում ասել եմ, որ ինչ որ առումով ինձ խանգարել է իմ փորձառությունը այն տեսանկյունից, որ դեռևս 13 տարի առաջ նախադպրոցական մանկապարտեզի ծնող լինելով ես ունեցել եմ շատ լավ փորձառություն, դրական փորձառություն, ավելին ասեմ շատ երջանիկ տարիներ լինելով ծնող կոնկրետ մանկապարտեզի ու բնականաբար մարդը հակված է տարածելու իր ունեցած ինֆորմացիան, փորձառությունը մնացած մյուսների վրա, իհարկե այստեղ աշխատելով համակարգելով արդեն թվով 162 մանկապարտեզի աշխատանք մի փոքր այլ ռակուրսից է այդ ամենը երևում, բայց պիտի ուրախությամբ փաստեմ, որ կոնկրետ այն մանկապարտեզ, ուր հաճախել են իմ երեխաները, նաև այս դիտակետից որևէ բան չի փոխվել, որևէ լրացուցիչ ինֆորմացիա, որը որպես ծնող ինձ հասանելի չէր, չի դարձել եւ որևէ հիասթափություն կամ նորություն կամ զարմանք չեմ ապրել։ Ու այդպիսի մանկապարտեզները շատ-շատ են մեր քաղաքում, ունենք մանկապարտեզներ, որոնք իրենց ամենատարբեր պատճառներով, հա, կլինի ֆիզիկական պայմաններով, գուցե անձնակազմի նույնիսկ հարցերով լրացուցիչ աշխատանքի կարիք ունեն, լրացուցիչ ուշադրության կարիք ունեն, բայց մեծամասամբ ես կարող եմ ասել, որ բովանդակությունը կրթական բովանդակությունը, սնունդը, մոտեցումները նույնն են մեր բոլոր մանկապարտեզներում։ Դուք խոսքում նշեցիք, որ առաջիկայում մսուր մանկապարտեզներում, այսինքն մինչև 2 տարեկան երեխաների նախադպրոցական կրթությունը ապահովելու համար ծրագրեր կան, խնդրում եմ կմանրամասնեք, ես գիտեմ, որ պես պիլոտային ներդրվել էին։ Այս պահի դրությամբ մենք նախատեսել ենք թվով 3 մանկապարտեզ, որոնցից
երկուսում լինելու են երկու տարիքային խմբեր, 1-ից 2 եւ մեկում լինելու է 6 ամսականից մինչեւ 1 եւ 1-ից մինչեւ 2 տարեկանների համար նախատեսված, բայց քանի որ առարկայական բան ասել չեմ կարող, երբ է ընդունելություն լինելու, ինչպես է հերթագրումը լինելու, այս հարցին առաջարկում եմ կամ նախարարության հետ պարզել կամ որոշ ժամանակ անց անդրադառնալ։ Անպայման ուզում եմ նշել, որ Երևանի ենթակայության թվով 20 դպրոցներում, հանրակրթական դպրոցներում գործում են նախակրթարաններ, որոնք նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայություն է, որ կարող է հետաքրքրել որոշ ծնողների, ովքեր չեն ուզում օրինակ քնի երեխան մանկապարտեզում կամ սնվի երեխան մանկապարտեզում կամ նույն պատճառով օրինակ հերթերի հետևանքով չեն կարողացել մանկապարտեզ տանել, բայց չենք կարող չասել, որ շատ կարևոր է գոնե 1 տարի նախադպրոցական կրթության ծրագրի շահառուլինել, ապա մանկադպրոց գնալ, դա նաև որպես մանկավարժ եմ ասում, ապա կարող են դիմել այդ 20 դպրոցները, գրեթե բոլորում տեղեր կան եւ գլոր տարի դարձյալ ընդունելություն է կազմակերպվում, թե որոնք են այդ դպրոցները Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված են։ Շատ լավ, շնորհակալություն Տիկին Խաչատրյան։ Ես եմ շնորհակալ։